այլ հայացք Ադրբեջանի ինքնամեկուսացմանը։ Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության մեջ նկատելի են միջազգային ներկայության թուլացման, ինքնամեկուսացման բացահայտ միտումներ, որոնք դրսևորվում են տարբեր ոլորտներում։ Օրեր առաջ ադրբեջանական մերձ իշխանական ԶԼՄ-ները հղում կատարելով սեփական աղբյուրներին հայտնեցին, որ Ալիևի վարչակազմը մտադիր է փակել Ադրբեջանում ՄԱԿ-ի գործակալությունների 4 գրասենյակ։ Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովին եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին։ Ադրբեջանի իշխանությունները եւ Բաքվում ՄԱԿ գրասենյակը դեռ չեն մեկնաբանել այս լուրերը, սակայն Բաքվում ՄԱԿ աշխատակիցները լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են, որ կառավարությունից նամակներ են ստացել, որոնցում նշված է 2-ից 6 ամիս ժամկետ գրասենյակների փակման համար։ Բաքվի այս քաղաքականությունը չի սահմանափակվում միայն ՄԱԿ գործակալություններով։ Օրերս փակվել է Transparency International-ի ներկայացուցչությունը, որը մասնագիտացած էր կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերում։ Փակման որոշում է կայացվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի վերաբերյալ։ Կառույցի ներկայացուցչությունից արդեն հաստատել են, որ Ադրբեջանի կառավարությունից համապատասխան ծանուցում են ստացել։ Կարմիր խաչի գրասենյակի գործունեության դադարեցումը բավական մտահոգիչ է նաև հայկական կողմի համար, հաշվի առնելով, որ այն միակ միջազգային կառույցն է, որի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են նաև Բաքվում պահվող հայ գերիներին։ Ադրբեջանի իշխանությունները փակել են նաև Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը, ընդ որում դեռ տարեսկզբին, մինչև Թրամփի կողմից կառույցի ծրագրերը վերանայելու որոշումը։ Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին Բաքուն որոշում է կայացրել նաև Ռուսաստանի տան փակման մասին, պատճառաբանելով, որ այն չունի համապատասխան իրավական գրանցում։ Միջազգային կառույցների ադրբեջանական գրասենյակների փակումն ուղեկցվում է տեղեկատվական լայն արշավով։ Պաշտոնական շրջանակներն այդ որոշումները բացատրում են Ադրբեջանի առաջնահերթությունների վերանայմամբ կամ արտաքին աջակցության անհրաժեշտության բացակայությամբ։ Մինչդեռ քարոզչական միջոցներն ամեն կերպ փորձում են պախարակել տվյալ կառույցների գործունեությունը, նրանց մեղադրել կողմնակալության ու անարդյունավետության, գործունեության ոչ բավարար թափանցիկության համար։ Բացի տարբեր կառույցների թիրախավորումից Ալիևի վարչակազմը սահմանափակում է նաև Ադրբեջանում միջազգային մամուլի ներկայացուցչությունը։ Վերջին ամիսներին օտարերկրյա լրատվամիջոցներում աշխատող լրագրողների գործունեությունը սահմանափակվել է։ Իշխանությունները սկսել են հետ վերցնել հավատարմագրերը։ Յուրաքանչյուր օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրվում է միայն 1 հավատարմագրում։ BBC-ն, որը 1994 թվականից գործունեություն է ծավալում Ադրբեջանում, փետրվարին ստիպված եղավ փակել Բաքվի գրասենյակը։ Ամերիկյան Bloomberg-ի եւ Voice of America-ի բրիտանական Reuters-ի լրագրողների հավատարմագրումը չեղարկվել է։ Միայն 1 հավատարմագրում է թույլատրվել նաև Sputnik Ադրբեջանին, որը մինչ այդ ուներ ավելի քան 30 աշխատակից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այս մոտեցումը հիմնավորում է փոխադարձության սկզբունքով։ Բաքուն նշում է, թե իբր այս սահմանափակումները կոչված են հավասարակշռել Ադրբեջանում օտարերկրյա լրագրողների թիվը արտասահմանում գտնվող ադրբեջանցի լրագրողների հետ։ Ալիևի վարչակազմը շարունակում է նաև ադրբեջանական անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումները։ Միայն 2024 թվականին Ադրբեջանում տարբեր կեղծ մեղադրանքներով ձերբակալվել է ավելի քան 20 լրագրող։ Վերջերս փակվեց նաև Ադրբեջանում գործող համեմատաբար անկախ Թուրան գործակալությունը, որպես պաշտոնական պատճառ են նշվում ֆինանսական խնդիրները։ Թուրանը մշտապես թիրախավորվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից եւ պարբերաբար ենթարկվել կիբերհարձակումների։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարբեր բանաձևերում Ադրբեջանը համարվում է լրագրողների համար ամենաթշնամական երկրներից մեկը։ 2024 թվականին վեհաժողովը դադարեցրեց ադրբեջանական պատվիրակության աշխատանքը հենց մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Ալիևի վարչակազմի այս քաղաքականությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Ինչու է Ադրբեջանը մեկուսանում աշխարհից, ինչու է նվազեցնում միջազգային ներկայությունն իր տարածքում։ Ուշագրավ է, որ այս փոփոխությունները տեղի են ունենում Ադրբեջանի նաև ցամաքային մեկուսացման պայմաններում։ Դեռևս 5 տարի առաջ կորոնավիրուսի համավարակի շրջանում Բաքուն որոշեց փակել իր ցամաքային անցակետերը, եւ այդ սահմանափակումը գործում է մինչ օրս։ Փորձագիտական գնահատականներով Ադրբեջանի մեկուսացման այս քաղաքականությունը, չնայած փաթեթավորվում է ինքնիշխանության ամրապնդման, ինքնուրույնության եւ ինքնաբավության թեզերով, իրականում խոսում է իշխող վարչակազմի մտավախությունների մասին։ Երկրում աճող սոցիալական լարվածությունը, բևեռացման խորացումը եւ մարդու իրավունքների խախտումները մեծացնում են ապակայունացման ռիսկերը։ Դրանք կանխելու համար Ալիևն ընտրել է երկրի ել ավելի ավտորիտարացման ճանապարհը, եւ այդ ուղղությամբ առաջին քայլերից է տեղեկատվական եւ ինստիտուցիոնալ բլոկադան։